Գործարար ալիքն եք դիտում կամ լսում, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, Դարփինյանի ժամն է FM 106 եւ 5 հաճախականությամբ, առաջին խոսափողի մոտ պրոֆեսոր Դարփինյանն է, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ, Դավիթ ջան։ Մենք շարունակում ենք ավելի լայն օրակարգի մասին զրուցել, ոչ թե այժմ էական իրադարձությունների, ինչը ես կարծում եմ, որ ճիշտ է, որովհետեւ մենք մի իրավիճակում ենք, որի պատճառները 5 րոպե առաջ չեն եղել, նույնիսկ 5 տարի առաջ չեն եղել, շատ ավելի շուտ են եղել։ Այսօր պիտի խնդրեմ Ալմատայի կոնֆերանսի եւ հռչակագրի մասին խոսենք, որովհետեւ դրա վրա շատ են հղվում նամանավանդ իշխանությունները։ Բայց օպոզիցիան էլ ասում է, որ Ալմատի հռչակագրում Հայաստանը բացառություն է առաջ բերել։ Ես ռադիոլսողների համար հիշեցնեմ, որ խոսքը գնում է հետխորհրդային երկրների երևի թե առաջին հանդիպումներ, սա որտեղ որ ֆիքսվում էր մեծ հաշվով հետխորհրդային կյանքը, թե այդ պետությունները ինչպես պիտի իրար հետ հարաբերվեն խորհրդային միության փլուզումից հետո Հայաստանի մեջբերումը, Հայաստանի առանձնացումը Ղարաբաղի մասով էր, որ մենք ընդունում ենք բոլորի տարածքային ամբողջականությունը, նաև Ադրբեջանի, բացառությամբ Արցախը։ Ես ճիշտ ներկայացրեցի, ես այդ ժամանակ 3 տարեկան էի եւ ականատեսի հայացքով չեմ հիշում իրադարձությունները։ Պիտի խնդրեմ դուք մեզ ավելի մանրամասնեք։ Շատ լավ, այստեղ իհարկե Ալմատայի հռչակագրի վերաբերյալ շատ հետաքրքիր է մեր հայաստանյան իշխանությունների Հայաստանի պետության դիրքորոշման փոփոխումը այս ժամանակահատվածում ամենայն դեպս մենք երկար ժամանակ մինչև 20 թվականը ընդհանրապես մեր թե պետական թե հասարակական քննարկումներում երբևիցե մենք չենք անդրադարձել Ալմատայի հռչակագրին եւ անդրադարձանք միայն արդեն 20 թվականից հետո հարց է ծագում թե ինչի մասն էր ընդհանրապես Ալմատայի հռչակագիրը դա փաստորեն սովետական միության հանրապետությունների ապահարզանի մասին փաստաթուղթ էր որտեղ այո ընդգծվում էր բոլորի կողմից որ բոլորը ընդունում են այն սահմանները որոնցով առանձնանում են սովետական միությունից Եվ պիտի արձանագրենք այնուամենայնիվ այս չարչարկված բառը օգտագործեմ պիտի արձանագրենք որ մինչև 2014 թվականը մինչև Ղրիմի պատմությունը Ռուսաստանի կողմից Հայաստանը, հայերը, չասեմ Հայաստանը, որովհետև պաշտոնապես կարծես թե Հայաստանը դրան կապ չուներ դրա հետ, բայց մեր ժողովուրդը, հայերս մենք եւ Ղարաբաղի ժողովուրդը միակն էր խորհրդային միության տարածքում, որը հանդգնել էր սահմանն էլ փոխել։ Մենք սահմաններ էինք փոփոխել եւ մենք միակն էինք։ 91 թվականից հետո ձևավորվել էին նոր սահմաններ, արդեն Ղարաբաղյան առաջին պատերազմի արդյունքներով 94 թվականին ստորագրվեց մայիսին այդ փաստաթուղթը ժամանակավոր խաղաղության մասին բայց դրանից հետո եւ մինչեւ 2014 թվականը, այսինքն 20 տարի շարունակ մենք միակն ենք այդ տարածքում, որոնց հաջողվել էր սահմաններ փոփոխել։ Եվ ուրեմն հենց դրա պատճառով մենք չենք անդրադառնում 91 թվականի հռչակագրին, որովհետեւ դա մեր շահերից չէր բխում ընդհանրապես այդ հռչակագիրը, որտեղ մենք ճանաչում ենք սահմանները եթե ճանաչում ենք, ուրեմն առնվազն պիտի վերադարձնենք, օրինակ, ասենք, ուրեմն 7 շրջանները, հա, եթե ոչ բուն Ղրիմի տարածքը, ապա առնվազն 7 շրջանները Ադրբեջանի պիտի վերադարձնենք։ Բայց մենք չենք խոսում դրա մասին, ընդհանրապես քննարկում չկար դրա մասին, դրա վերաբերյալ, որովհետև դա չէր բխում մեր շահերից։ Հիմա, այո, մենք այնտեղ մեր պետությունը արել էր այդ վերապահումը կապված Լեռնային Ղարաբաղի տարածքի եւ ժողովրդի հետ, բայց այդ վերապահումը նախ որևէ մեկի կողմից այտենց առանձնահատուկ չէր ընդունվել Երկրորդ վերջերս պարզվեց, որ այդ վերապահումը մենք պաշտոնապես չենք էլ ուղարկել համապատասխանատյաններին, այսինքն դա չի էլ գրանցվել։ Միգուցե գրվել է, բայց չի գրանցվել։ Այստեղ մի բան եմ ուզում էլի մեզ
հուշեք որպես պետական ապարատում ահռելի փորձ ունեցող մարդ։ Արդյոք դա տեխնիկապես հնարավոր է, որ մի պետություն 20 տարի պնդի, որ ինքը այդ թուղթը ուղարկել է, ու այն կողմից, որ ինքը պնդում է, որ ուղարկել է, ոչ մեկը չասի, որ գիտեք ինչ կա ընկերներ, դուք տենց թուղթ չեք ուղարկել։ Դե մենք նախ 20 տարի չենք էլ պնդել, նորից մենք ընդհանրապես չենք անդրադարձել 91 թվականի այդ փաստաթղթին, որովհետև դա չէր բխում մեր շահերից, նորից եմ կրկնում։ Մենք փոփոխել էինք սահմանները, մենք ունենք նոր սահմաններ Ադրբեջանի հետ, Իրանի հետ մենք ունենք նոր սահմաններ, մեծացած ավելի լայնացած սահմաններ, մենք միակն ենք, որին հաջողվել էր սահմաններ փոփոխել։ Մենք առանձնապես չենք հիշատակում ոչ մեր վերապահումը Լեռնային Ղարաբաղի տարածքի վերաբերյալ եւ ոչ էլ բուն հռչակագիրը, որտեղ մենք ընդունում ենք տարածքային ամբողջականությունը բոլոր այն պետությունների, որոնք առանձնացան Սովետական Միությունից։ Հիմա ես հիմքեր չունեմ չհավատալու, պաշտոնապես հնչեց վարչապետի կողմից, որ մենք այդ վերապահումը անգամ պաշտոնապես չենք ձևակերպել եւ չենք ուղարկել։ Քարտուղարություն։ Եթե ինչ որ մեկը ուղարկել է, ուրեմն այդ ինչ որ մեկը պիտի օրինակ արձագանքեր եւ ասել, որ գիտեք ինչ կա, չէ, ես ուղարկել եմ, ասենք այդ մեկը։ Չէ, բայց ստացող կողմը տեղ ասելու բան չունի, որտեվ եւ հայկական կողմը ասում է, որ ուղարկել է, եւ հայկական կողմը ասում է, որ չի ուղարկել։ Ի վերջո ուղարկել ստանալը երկկողմանի գործընթաց է։ Ինչ որ մեկը պիտի ասի մենք ստացել ենք կամ մենք չենք ստացել։ Հայկական կողմը հավանաբար, այդպես ինչպես է արվում, այսինքն փաստաթղթերը պատրաստվում են ստորագրման, ստորագրող կողմը կարող է ստորագրել, շատ հաճախ է եղել եւ ԱՊՀ տարածքում օրինակ համաձայնագրերը, որոնք ընդհանուր առմամբ ստորագրվել են բոլոր, ասենք 12 երկրների կողմից, բայց ստորագրությանը կից դուք կարող ես գրել, որ ես ունեմ վերապահում, եւ այդ վերապահման տեքստը կցվում է այդ համաձայնագրին սովորաբար եւ դա արձանագրվում է համապատասխան այն ատյանում, որը պետք է պահի դեպոզիտարյան հանդես գա այդ փաստաթղթի։ Հիմա լրագրողները դուք մասնավորապես կարող եք հարցում ուղարկել, ասենք ԱՊՀ քարտուղարություն, որը գտնվում է Մինսկ քաղաքում, հա, կարող եք ուղարկել այդ հարցումը եւ իմանալ, ասենք, հարցը կա այդ վերապահումը թե չկա, արձանագրված է ձեր կողմից այդ վերապահումը, թե ոչ, չէ, հիմա ասենք ոչ մի հայ լրագրող չի գտնվել, որ այդ հարցումը անել, բա արեք, բա դա էլ ձեր գործն է, էլի, ասենք ձեր եւ ձեր հանրության ընդհանրապես եւ մեր գործընկերների, արեք այդ գործը, ամենայն դեպս հիմա հնչեց պաշտոնապես Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից, որ դա պատշաճ կերպով չի ձևակերպվել եւ չի ուղարկվել։ Հիմա ես գիտեմ ընթացակարգը ինչպիսին է, ընթացակարգը հենց այդպիսին է, ստորագրում ես, կողքը գրում ես ունեն վերապահումներ եւ վերապահումների տեքստը կցվում է այդ համաձայնագրին։ Հիմա ինչևէ, մենք չենք հիշատակել դա, որովհետեւ դա չի բխել մեր շահերից։ Ռուսաստանը արդեն 2008 թվականից վրացական այդ իրադարձություններից սկսված, երբ Աբխազիան եւ Հարավային Օսետիան անջատվեցին Վրաստանից եւ հռչակեցին, ինքնահռչակվեցին որպես անկախ պետություններ, եւ Ռուսաստանը անմիջապես ճանաչեց, քանի որ Ռուսաստանը ճանաչեց արդեն 8 թվականից սկսած, ես սխալվեցի, ոչ թե 14, այլ 8 թվականից սկսած Ռուսաստանը եւս 91 թվականի այդ հռչակագիրը չի հիշատակում, այլևս դա չէր բխում Ռուսաստանի շահերից եւս 91 թվականի հռչակագիրը, առավել եւս 14 թվականից հետո, երբ Ղրիմը միացավ Ռուսաստանին, առավել եւս հիմա, երբ Դոնբասը եւ Լուգանսկն են միացել Ռուսաստանին պաշտոնապես եւ արդեն արձանագրվել է դա իրենց սահմանադրության մեջ, այսինքն Ռուսաստանին նույնպես դա շահավետ չէ, ընդհանրապես անդրադառնալ 91 թվականի հռչակագրին։ Մեզ համար այնուամենայնիվ իրավիճակը կտրուկ է փոխվել, շրջադարձային է փոխվել, որովհետև 20 թվականի եւ հատկապես արդեն 23 թվականի իրադարձությունները բերեցին նրան, որ Լեռնային Ղարաբաղում չմնաց հայ բնակչություն։ Այսինքն մենք ոչ միայն սահմանների խնդիր սկսեցինք ունենալ արդեն Հայաստանի Հանրապետության սահմանների, որովհետև Ադրբեջանի բանակը բազմաթիվ տեղերում ներխուժեց Հայաստանի Հանրապետության արդեն միջազգայինորեն ճանաչված տարածք, որը արձանագրված էր 91 թվականով, եւ արդեն ստացվեց այնպես, որ հենց 91 թվականի այդ փաստաթուղթը հռչակագիրը մեր միակ հիմքն է, որ մենք կարողանանք գոնե տեր կանգնենք այն 29000 չարչարկված նորից այդ թվի,
800 քառակուսի կիլոմետրի տեր կանգնենք եւ ապացուցենք միջազգայինորեն, որ սա մեր տարածքն է եւ մենք ունենք դրա հիմնավորումը որպես Ալմատայի հռչակագիր։ Այսինքն վերադարձը դեպի հռչակագիր մեզ մոտ տեղի ունեցավ ուղղակի իրողության գնահատման արդյունքում եւ շրջադարձային մենք ուրեմն անհրաժեշտություն ունեցանք վերադառնալու դրան, ինչը բնականաբար հակասում է Ռուսաստանի Դաշնության շահերին եւ այստեղ առաջացավ հայ-ռուսական, ինձ թվում է, այս տարաձայնությունների, որը բերեց տարբեր տեսակի դեռևս դիվանագիտական բախումների, հուսանք, որ դա չի բերի այլ ավելի լուրջ բախումների, բայց բախումների հիմքը սա է։ Մենք սահման ենք փոխել, դրա համար չենք անդրադառնում, հենց որ այդ սահմանների փոփոխությունը հնարավորություն չունեցանք մենք դա պահպանելու, սկսեցինք խոսել մենք ստիպված եղանք վերադառնալու 91 թվականին, իսկ Ռուսաստանը հակառակը նոր տարածքներ գրավելով ուրեմն ստիպված է արդեն իր շահերից ելնելով անտեսել 91 թվականը։ Եվ ինչքան մենք հիշատակենք 91 թվականը, այնքան մենք գնալու ենք ռուսական շահերի դեմ, որովհետև 91 թվականը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Ուկրաինայի սահմանները 91 թվականի դրությամբ, այսինքն ներառյալ Ղրիմը եւ ներառյալ բոլոր այն տարածքները, որոնք այնուհետև դարձան արդեն Ռուսաստանի Դաշնության տարածքներ։ Այստեղ խորքային հակասությունը արդեն նաեւ կանոնադրական, այսպես ասած, հիմքերով առաջացավ հայ-ռուսական հակասությունը, բայց դա բնական է։ Նրանք ունեն իրենց շահերը պահպանելու նոր տարածքները, մենք ունենք մեր շահը պահպանելու այսօր գոնե մեր եղածը, որը որ ունենք եւ չկորցնենք։ Սա է խնդիրներից իմ կարծիքով ամենակարևորը եւ սա լուծում չունի, որովհետեւ Ռուսաստանը շարունակելու է իր քաղաքականությունը, մենք էլ շարունակելու ենք մղումներ կատարել 91 թվականի համաձայնագրին։ Բայց մի քիչ ավելի երևի լայն, եթե դիտարկենք հայ-ռուսական այս իրավիճակը, որ ստեղծվեց հիմա արդեն։ Ձեր թույլտվությամբ ես առաջարկեմ ոչ միայն հայ-ռուսականը քննարկենք, այլ ընդհանուր առմամբ հասկանանք աշխարհքաղաքական բևեռներից մենք ում հետ ինչ օրակարգ ունենք աշխատելու, որովհետև հիմա մենք բոլորս շատ ինտենսիվ լսում ենք, թե մեր մասին ով ինչ է ասում։ Եվրոպայում ինչ ասեցին Հայաստանի մասին, Ռուսաստանում ինչ ասեցին, դե Չինաստանը մի փոքր пассив է, Իրան, բայց փորձում ենք ամեն անգամ ընդերից շուտ բան փախցնենք, թե մեր մասով ինչ ասեցին։ Իրանը ինչ ասեց մեր հարցի շուրջ ուրախանում ենք, երբ ինքը խոսում է քարտեզի փոփոխության անընդունելիության մասին եւ այլն։ Բայց մեր օրակարգերը երևի թե 2011 թվականից սկսած ես սկսել եմ չհասկանալ, թե հայ-ռուսական հարաբերությունները ինչ հիմքի վրա են։ Այսինքն ինչի շուրջ ենք մենք հարաբերվում Ռուսաստանի հետ։ Ոչ հասկանում էի մենք ինչ ենք ուզում այս մարդկանցից։ Ոչ հասկանում էի իրանք մեզնից վերջը ինչ են ուզում։ Նենց տրամաբանություն կար, որ մենք ոնց որ ավանդույթի ուժով ենք շարունակում լինել դաշնակից եւ հետխորհրդային պրիզմայով, իսկ հետխորհրդային պրիզման ընդհանուր առմամբ ծիծաղալու է, որտեվ իմ տպավորությամբ Վիլնյուսում ու Տաշկենտում ապրող մարդիկ այլևս ոչ մի բան չունեն իրար հետ ընդհանուր։ Տեսեք, հայ-ռուսականը, եթե անդրադառնանք, այստեղ մեր պատրանքը կայանում էր նրանում, որ Ռուսաստանի շահերը համընկնում են մեր շահերի հետ Ղարաբաղը պահպանելու տեսանկյունից, այստեղ մենք չկարողացանք ֆիքսել գեոքաղաքական այն պահը, այն կոտրվածքը, որը տեղի ունեցավ եւ Ռուսաստանը ավելի գերադասեց ռուս-թուրքական ալյանսը որոշ ժամանակահատվածի համար եւ ուրեմն մենք տուժեցինք մեր շահերը այդտեղ տուժեցին, իսկ Ռուսաստանի մեծագույն սխալը մեր նկատմամբ կայանում է նրանում, որ նրանք դիտարկում են մեզ որպես ընդամենը տարածք, որը գտնվում է իրենց տիրապետման ներքո։ Ես ցավում եմ, բայց մեր իշխանությունները տասնամյակներ շարունակ չեն կարողացել Ռուսաստանին ապացուցել, որ մենք տարածք չենք, մենք քաղաքակրթություն ենք, որի հետ իրենք պիտի հաշվի նստեն եւ միայն այդպես։ Ցավոք սրտի որպես այդպեսին մենք չենք դիտարկվել, մենք դիտարկվել ենք որպես տարածաշրջանային ֆորպոստ, որի մասին արտահայտվեց
Ռուսաստանյան ղեկավարներից մեկը կարելի ասել նա լեզվի սայթակում թույլ տվեց, բայց դա ճշմարտությունն էր, դա արտացոլում էր Ռուսաստանի մոտեցումը Հայաստանի նկատմամբ, որը չէր փոխվել եւ չի փոխվել նաեւ հիմա, եւ մենք դա տեսնում ենք Ռուսաստանի պետական հեռուստաընկերությունների արձագանքներից, տեսնում ենք նրանց հեգնանքով վերաբերմունքից, նաեւ պաշտոնյաների կողմից մեր նկատմամբ, որովհետեւ նրանք չեն կարող ընդունել Հայաստանի սուվերենությունը հենց այդ պատճառով նրանք դիտարկել են հայ-թուրքական հակամարտությունը որպես հավերժ մի գործոն եւ իրենք ներկայացրել են որպես այդ հակամարտությունը սանձող եւ մեզ պաշտպանող ամենահզոր գործոն, բայց դա ենթադրում էր, որ Լեռնային Ղարաբաղի տարածքը եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պիտի լինի նրանց կենսական շահերի ուրեմն կիզակետում, նրանք պիտի պաշտպանեն եւ իսկապես մեր պատրանքը կայացել էր նրանում, որ նրանք կպաշտպանեն։ Նրանք չեն պաշտպանել, ցավոք սրտի ստացվեց այնպես, ինչպես ստացվեց։ Եվ ես կարծում եմ, որ հիմա դե 9-րդ կետը տխրահարճակ այդ հայտարարության, երակողմ հայտարարության նոյեմբերի 10-ի 2020 թվականի մնացել է միակը, որը արտացոլում է, արտահայտում է եւ Ադրբեջանի, եւ Թուրքիայի, եւ Ռուսաստանի շահը։ Բոլոր մնացած կետերը, որոնք արտացոլում էին հայկական շահը, այլևս գոյություն չունեն կամ նրանք խախտվել են, ուղղակի չեն կատարվել։ Եվ ես կարծում եմ, որ Հայաստանը այսօր բոլոր հիմքեր ունի հրաժարվելու եւ հայտարարելու պաշտոնապես, որ այդ հայտարարությունը այլևս գոյություն չունի, կամ մենք դուրս ենք գալիս այդ հայտարարությունից եւ եթե խոսքը գնում է 9-րդ կետի մասին, ապա 9-րդ կետը կարելի է նստել, բանակցել եւ հասկանալ ինչպիսի պայմաններ մենք ենք առաջարկում, որտեղ 9-րդ կետը չի կարող լինել մեր հաշվին։ Մնացած բոլոր 8 կետերը եղել են մեր հաշվին։ 9-րդ կետը նոր բանակցության, նոր համաձայնությունների եւ նոր, եթե ուզում եք իմանաք, առևտրի թեմա է եւ արդյունք է։ Երբ մենք ասում ենք, որ մեր նպատակն է խաղաղությունը, գիտեք, խաղաղությունը դա ինչ-որ այդպես ստատիկ երևույթ չէ։ Խաղաղությունը դա գործարք է։ Մենք պիտի գործարքի մեջ մտնենք բոլոր այն ակտորների հետ, որոնք կան առկայեն տարածաշրջանում, թե Ռուսաստանի, թե Թուրքիայի, թե Իրանի, թե Ադրբեջանի, թե Արևմուտքի, ասենք տվյալ դեպքում Եվրոպայի, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, մենք պիտի գործարքի մեջ մտնենք ամեն մեկի հետ առանձին եւ այդ գործարքում փորձենք գտնել իրենց շահը եւ մեր շահը։ Սա է, այսինքն մենք եթե ուզում ենք գնալ խաղաղության, մենք պիտի ունենանք այդ գործարքը։ Եվ ուրեմն եթե Ռուսաստանը եւ Թուրքիան համատեղ պնդում են օրինակ 9-րդ կետի վրա եւ Միչանսկի տրամադրման վրա, ես հիշեցնեմ այնուամենայնիվ սրա վերաբերյալ նույնպես կան սպեկուլատիվ ուրեմն ձևակերպումներ 9-րդ կետի վերաբերյալ։ 9-րդ կետում այդ ուրեմն այդ ուղու, հա, երթուղու կամ մայրուղու անվտանգության պատասխանատվությունը կրում է հայկական կողմը, ոչ թե ռուսական։ Անվտանգությունը ապահովում է հայկական կողմը։ Ռուսական կողմը իրականացնում է վերահսկողությունը։ Ինչի վերահսկողությունը։ Վերահսկողությունը ենթադրենք, որ հայկական կողմը եւ կկատարի իր պարտականությունները, ադրբեջանական կողմը կկատարի իր պարտականությունները։ Տեսեք, ուրեմն սա նոր առևտրի, նոր գործարքի առարկա կարող է հանդիսանալ, բայց այստեղ քայլը ավելի շատ ռուսներինն է, որովհետեւ մենք մեր կողմից ինչ հնարավոր է 8 կետը զիջել ենք։ Ես էլ բան, այս անգամ էլ ես ռուսների կողմից խոսեմ, որովհետեւ ես տենց դե եթե մեծ հաշվով մենք բան չենք ասում ռուսներն ինչ ասեն։ Հիմա ինչ-որ օֆեր է եկե, չէ 9-րդ կետը մեծ հաշվով, հա, ինքը այդ սա ինչ-որ օֆերների շարք է, ինչ-որ օֆեր է եկե, ասում են սենց անենք։ Հիմա մենք ոնց որ ոչ մի բան չենք, մենք ասում ենք չէ, չանենք սենց, բայց չենք ասում ոնց անենք, էլի։ Չէ, մենք ասում ենք, որ եթե 8 կետը չեն կատարվել ի վնաս մեզ, մեր կողմին, հայկական կողմին, մենք դուրս ենք գալիս ուղղակի այդ հայտարարությունից, որովհետև նա այլևս անիմաստ է մեզ համար։ Կա 9-րդ կետը որպես առանձին խնդիր, եկեք քննարկենք։ Ինչ պիտի դուք տակ դրա դիմաց մեզ։ Չնայած ես էլ եմ սխալվում։ Մենք էլ մեր առաջարկն ունենք խաղաղության խաչմերուկ կոչվող։ Մենք ունենք խաղաղության խաչմերուկը, որը նույնպես քննարկման առարկա է, բայց այստեղ պիտի ելնենք հետևյալից. կա ռուսական շահը եւ պանթուրքիական շահը, այնուամենայնիվ ունենալ այդ երթուղին Հայաստանի տարածքով։
Ես ձեզ պիտի ասեմ, որ այնուամենայնիվ մենք մեր տարածքով անցնող տարանցիկ ուղիների համար պիտի շահագրգիռ լինենք, լինի դա երկաթգիծ, լինի դա ավտոմոբիլային ուղի, լինի դա նավթամուղ, լինի դա գազամուղ, մենք պիտի շահագրգիռ լինենք, կռիվ տանք այստեղ, որպեսզի մեր տարածքով ինչ որ բան անցնի, որպեսզի մենք դրանից օգտվենք մեկ, եւ եթե ուզում եք իմանալ, խաղաղության լավագույն երաշխիքն է նման միջազգային մայրուղիների, երթուղիների տարանցիկ տարածք լինելը։ Եվ դու սկսում ես ավելի հետաքրքիր դառնալ ոչ միայն քո համար, այլև մնացած երկրների, մնացած խաղացողների։ Ես ցավում եմ, որ 90-ականների վերջում կար այդ քննարկումը, որ Հայաստանը կարող էր դառնալ Բաքու-Ջեհյանի ուրեմն տարանցիկ մայրուղիներից մեկը, այդտեղ պետք էր նստել եւ բանակցել, հասկանալ ինչպիսի շահեր ենք մենք հետապնդում, ինչպես ենք կարողանում լուծել այդ հարցը։ Բայց տեսեք, ռուս-թուրքական տանդեմին մենք պահանջելու տանդեմին ներկայացնելու եւ դրանից պահանջելու թեմաներ ունենք։ Թեմաներից մեկը Գյումրի ղարսի բացումն է։ Ունենք երկաթգիծ ռուսական կայսրության երկու քաղաքները ռուսական կայսրության միջոցներով Ալեքսանդրապոլը եւ Ղարսը, հա, եղել են ռուսական կայսրության քաղաքներ, իրենց միջոցներով կառուցվել է երկաթգիծ։ Երկաթգիծը չի գործում, հա, դա ռուս-թուրքական ալյանսի կողմից այդ երկաթգիծը պիտի բացվի, դա մեր կենսական շահերի մեջ է մտնում։ Ունենք ուզելիք այստեղ եւ ռուսներից եւ թուրքերից, իմ կարծիքով ունենք ուզելիք։ Մենք այդպես էլ ասենք մեր դիրքերը այդքան թույլ չեն, ինչքան կարող են թվալ, հա։ Մենք ունենք ատոմակայինի խնդիր, ատոմակային կառուցելու խնդիր։ Ունենք բազմաթիվ տարբերակներ, միջալոց արդեն ժամանակն է կողմնորոշվելու եւ որոշում կայացնելու, որովհետեւ մենք հիմա պիտի որոշում կայացնենք, եթե դեռ չենք ուշացել, որ 36 թվականին դադարում է գործել մեծամորի այն ատոմակայանը, որը կա, եւ մենք այդ պահիդրությամբ պիտի ունենանք դրա փոխարինողը։ Ես ճիշտ եմ հասկանում, որ եթե մենք չհասցրեցինք, մեզ կարող է չթողեն, որ մենք հետո ատոմակայան սարքենք։ Չթողեն, այսինքն չկա չթողել որն է, այսինքն նայել նորից աշխարհակաղակական քննարկումների համաձայնությունների խնդիր է, բայց հիմա Ռուսաստանը բնականաբար ուզում է եւ իր շահը կայանում է նրան, որպեսզի իրենք կառուցեն նոր ատոմակայան այստեղ, չէ՞։ Դա բայց մեզ մենք էլ դրանով իրան հերթական բանն ենք, հերթական լծակն ենք տալի, էլի։ Նորից հիմա լծակը տալիս ենք, ինչ որ մի բանի դիմաց կարող ենք քննարկել։ Մենք ունենք տարբերակներ, ասենք, ֆրանսիական ատոմակայան կառուցենք։ Միացյալ Նահանգները մեզ առաջարկում են մոբիլ ատոմակայան, ինչ որ դնել, որտեղ մասնագետների կարծիքը այստեղ տարբեր է, մասնագետները, լուրջ մասնագետները կարծում են, որ դա այնքան էլ անվտանգ չէ եւ փորձարկված չէ ամենայն դեպս աշխարհում։ Մենք դառնում ենք նորից փորձադաշտ, ես չէի ուզենա իմ կարծիքով, որպեսզի մենք փորձադաշտ դառնանք, բայց կա, ասենք, ֆրանսիական տարբերակը, կարող է քննարկվել ճապոնական տարբերակը, չէ՞, եւ կա ռուսական տարբերակը, իսկ կա այդ շահը ռուսական, հա, կարող ենք այն խաղարկել, ես կարծում եմ, որ այո, կարող են խաղարկել։ Տեսեք, ինչ վերաբերում է արևմուտքին, արևմուտքը վերջերս մի քանի օր առաջ Եվրոպայի խորհրդարանը շատ լուրջ բանաձև հաստատեց հայ-ադրբեջանական այս ամբողջ իրավիճակին վերաբերող բացարձակ հայամետ Ադրբեջանին պախարակող մի ֆանտաստիկ փաստաթուղթ էր դա, այսինքն դա Եվրոպայի խորհրդարանի կողմից մեզ ուղղված շատ հստակ ազդակ էր, որ մենք ձեզ հետ ենք։ Ճիշտ է, Եվրոպայի խորհրդարանի բանաձևից մինչև եվրոպական երկրների եւ Եվրոպական միության կոնկրետ քաղաքական որոշումներ երկար ճանապարհ է եւ չգիտես էլ դա ճանապարհը կանցնեն թե ոչ, բայց ամենայն դեպս այդ ազդակը շատ հետաքրքիր է, շատ կոնկրետ էր։ Այնտեղ իրենք տեսեք առաջին անգամ միջազգային հանրության պաշտոնական հայտարարության մեջ ֆիքսվեց, որ Ադրբեջանը 23 թվականի սեպտեմբերին իրականացրել է բացարձակ չհիմնավորված եւ ինչը շատ կարեւոր է նախորոք պատրաստված հարձակում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի վրա։ Տեսեք 23 թվականի սեպտեմբերն է նկարագրում նախորոք պատրաստված չհիմնավորված ոչնչով հարձակում, որի արդյունքում տեղի ունեցել մի երևույթ, որը իրենք արդեն այդ պաշտոնական փաստաթուն կոչել են որպես էթնիկ զտում, հա։ Սա իմ կարծիքով շատ կարևոր փաստաթուղթ է։ Պարոն Դարբինյան, ձեր թույլտվությամբ ընդհատեմ ձեզ։ Մենք դեռ մի 10 րոպե ունենք, կարող ենք խոսել սրա մասին։
Հասարակական լայն զանգվածները ըստ իս process-ը սենց են տեսնում։ Ասում են ռուսները կամ թույլ են տալու, որ թուրքերը մեզ ուզենան ուտեն, կամ խրախուսելու են դա, իսկ այն ամեն ինչի մասին դուք հիմա ստեղ խոսում էիք, այսինքն եվրոպական 4 փաստաթղթերի մասին սահմանափակվելու են փաստաթղթերով։ Այսինքն, երբ որ թուրքերը մեզ սկսեն մորթել, լավագույնը, ինչ մենք կարող ենք սպասել Եվրոպայից, դա այնա, որ Ալիևը կընկնի սանկցիաների տակ։ Ոչ ավել։ Դուք համակարծիք եք դրա հետ, թե կարծում եք, որ ինչ-որ ավելի լուրջ բան էլ իմաստ ունի նրանցից սպասել։ Բացարձակապես համաձայն չեմ, որ մեզ կարող են ուտել, որովհետև եթե մեկը փորձի օրինակ ինձ ուտել, ես կհամարեմ, որ հաստատ կկանգնեմ այդ ինչ-որ մեկի բգին, էլի։ Այսինքն ես չեմ կարծում, որ մենք մեզ պիտի ասենք հենց ի սկզբանե դասակարգենք այդպես, որ մենք ինչ-որ մի զոհ ենք, որին կարող են ուտել։ Այսինքն մենք եթե գիտակցենք, որ մենք կարող ենք կանգնել ցանկացածի բգին, լինի դա թուրքը, լինի դա ով ուզում է լինի։ Այսինքն սա պիտի գիտակցենք եւ սա պիտի դրսեւորենք մեր գործողություններում, ես նորից եմ կրկնում, մեր դիրքերը այդքան թույլ չեն, ինչքան կարող են թվալ։ Ինչ ենք մենք պահանջելու արևմուտքից։ Ուրեմն այս հայտարարությունները շատ լավ են, շատ կոնկրետ են, ուրեմն այնտեղ կոչ կար Ադրբեջանին զրկել հետագա կոնտրակտներից, գազի, նավթի եւ այլնի հետ կապված, դադարեցնել Ադրբեջանի հետ բանակցությունները նոր, ուրեմն գործընկերության համաձայնագրի շուրջ Ադրբեջան-Եվրոպա բավական լուրջ բաներ կային այդտեղ, սանկցիաներ կիրառել այն դեպքում, եթե Ադրբեջանը հանդգնի Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակում գործել եւ այլն, շատ լավ էր, բայց այդ հայտարարություններից մենք պիտի դուրս գանք դեպի ռեալ կյանք եւ ինչպես վերևում ասացի, մենք պիտի կարողանանք հետաքրքրություն ներկայացնել եւ մեր խաղաղության ձգտումը ամրապնդել կոնկրետ գեոքաղաքական ստրատեգիկ ծրագրերով։ Ծրագրերից մեկը ես ուշեցի, դա Գյումրի Ղարսն է։ Ռուս-թուրքական ալյանսը դա պիտի մեզ ապահովի։ Ծրագրերից երկրորդը դա Մեղրու հեքն է։ 30 տարի առաջ ես ինքս եմ մասնակցել։ Մենք սկսեցինք բանակցություններ իրանական կողմի հետ Արաքս գետի վրա կառուցելու 400 մեգավատանոց խոշորագույն ուրեմն մի կառույց, որը կսպասարկեր եւ Իրանին եւ Հայաստանին։ 30 տարի անցել է որևէ շարժ չկա, որևէ մեկը դրա մասին չի խոսում։ Բայց համաձայնություն եղավ այն ժամանակ։ Դա եղավ, բայց դա պետք է ֆինանսավորել, դրա վերաբերյալ պետք է ունենալ կոնսենսուս, որովհետեւ դա աշխարհակաղակական հզորագույն մի պրոյեկտ է, որը մենք պարտավոր ենք իրականացնել եւ պարտավոր ենք դրանից կարճել։ Ով է դրան դեմ, բնականաբար արևմուտքը, որովհետեւ հայ-իրանական խոշորագույն գործարք է տեղի ունենալու։ Ով է դրա կողմնակիցը։ Արևմուտքը, այսինքն ով է կողմնակիցը, Հայաստանը, Իրանը, բնականաբար շահառուներ ենք մենք, ով է դրան դեմ, արևմուտքը եւ Թուրքիան, հա։ Հիմա արևմուտքը պիտի համաձայնվի, ասենք հայտարարություններից բացի մենք պիտի համաձայնվենք, որ մենք պիտի այնտեղ ավելին, բացի համաձայնվելուց ֆինանսավորել է պետք ամեն ինչը, չէ՞, ասենք դա հսկայական մի քանի 100 միլիոնավոր, հիմա ես կարծում եմ, որ միլիարդից ավել կլինի այդ գինը Մեղրու հեկի կառուցման, բայց այստեղ մենք պարտավոր ենք ունենալ Եվրոպայի հստակ արևմուտքի ընդհանուր հավաքական արևմուտքի հստակ հակաիրանական բլոկի, հա, հակաիրանական բլոկը պիտի համաձայնվի, որ մենք պիտի այդ կառույցը ունենանք, հա, եթե մենք ունենանք Մեղրու հեկը, այստեղ ինչքան ուզում են կորիդորի մասին խոսել, դա արդեն մի հսկայական բան կլինի, արգումենտ կլինի մեր օգտին այս ամբողջ պատմության մեջ։ Հաջորդը, որի վերաբերել ես կուզենայի անպայման մեր քաղաքական ղեկավարության ուշադրությունը դարձնել, ուրեմն Դոստլուկ բանը կա, թուրքմենա-ադրբեջանական գազային հանքը, որը գտնվում է Կասպից ծոցում։ Ուրեմն գազի պաշարների խիստ նվազման, Ռուսաստանի նկատմամբ սանկցիաների կիրառման այս ժամանակահատվածում արևմուտքին խիստ անհրաժեշտ են նոր գազային ուրեմն հնարավորություններ։ Եվ այս Դոստլուկից դեպի Եվրոպա գազամուղի կառուցման խնդիրը հիմա քննարկվում է աշխարհում։ Հա, թուրքմենական եւ ադրբեջանական 50-50 է այնտեղ իրենց պայմանավորվածության համաձայն։ Ըստ որում այդ պայմանավորվածության իրենք ասել են արդեն հայ-ադրբեջանական վերջին ընդհանուր պատերազմից հետո, 20 թվականից հետո, եկան այն համաձայնության, որ 50-50 է։ Եկեք պայմանավորվենք 50-50 եւ եկեք հասկանանք ինչպես է անցնելու այդ գազամուղը։
Ուրեմն ես կարծում եմ, որ մեր պետական եւ ազգային շահակայանում են, որ այդ գազամուղը անցնի մեր տարածքով։ Հա, այսինքն խոսքը գնում է ադրբեջանական գազը մեր ժամանակն ավարտին է մոտենում, դուք շատ վիճելի բան, ես պատկերացնում եմ կոմենտներում ինչ ա։ Ես վիճելի բան չեմ ասում։ Ընդհանուր առմամբ, երբ որ հայ ժողովուրդը լսում է, որ Հայաստանի տարածքով պիտի ինչ որ ադրբեջանական բան անցնի, կապ չունի ինչ։ Լսեք, մենք միլիարդավոր դոլարների օգուտ ենք ստանալու դրանից, եւ դա լինելու է մեր խաղաղության լավագույն երաշխիքը։ Խաղաղությունը ուզելով չի։ Խաղաղությունը կոնկրետ գործարքներով է։ Մեղրու հեկը, Դոսլուկի հանքը, գազամուղը։ Մենք սա վերաբերյալ մենք պիտի համաձայնվենք Ղարաբաղի արևմուտքի հետ, որտեղ ֆինանսավորումը արևմուտքն է, եւ եթե ուզում եք իմանալ, սա հակառուսական պրոյեկտ է, որը իրականացնելու են վերջին հաշվով Թուրքմենստանը եւ Ադրբեջանը։ Կամ մեր մոտով նրանք ամեն դեպքում կիրականացնեն, կամ մեր միջոցով, կամ Վրաստանի միջոցով։ Ամեն դեպքում դա կստացվի, հա։ Հիմա մեր շահն է, որ անցնի մեր տարածքով։ Այդ պարագայում մենք ունենանք, ուրեմն նշեցի Մեղրու հեկը, նշեցի Գյումրի Ղարսը, նշեցի այս գազամուղի կառուցումը, որը մենք պիտի դրանում շահագրգիռ լինենք եւ պիտի պահանջենք արևմուտքից, բացի հայտարարություններից, մենք կոնկրետ բաներ ենք ուզում։ Կոնկրետ մեզ պետք են առարկայական ակտիվներ, որոնք մենք պիտի կառուցենք, որոնք մեզ որպես արդեն Հայաստանի Հանրապետություն 29800 որպես, հա, քառակուսի կիլոմետր կդարձնեն կարևոր աշխարհում եւ տարածաշրջանում։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, նորից վերադառնալով, կարծում եմ, որ Ռուսաստանը առաջին քայլը պիտի անի այստեղ այս հարաբերություններում, նրանք պիտի ապահովեն մեր Ղարաբաղի ժողովրդի ետ վերադարձը, ինչպես ուզում են։ Այսինքն նրանք կորիդորից են խոսում։ Նրանք պիտի ապահովեն ժողովրդի ետ վերադարձը, որովհետև առանց ժողովրդի հնարավորությունը, առանց ժողովրդի մենք Ղարաբաղը իսկապես կորցնում ենք։ Կորցնում ենք որպես տարածք, որտեղ հազարավոր տարիներ ապրել են հայեր, որտեղ կա հսկայական պատմամշակութային հայկական ժառանգություն, որը ուղղակի մեր հաջորդ սերունդների համար կորած կլինի։ Մենք պարտավոր ենք վերադարձնել այնտեղ ժողովրդին, հա։ Հիմա ես կարծում եմ, որ շատ իզուր մեր պետությունը այսօր մի տեսակ ուրեմն կողմ է քաշվել, այս խնդիրը չի առաջ տանում, այս խնդիրը կարող է հանդիսանալ մեր հաղթաթուղթերից մեկը։ Համենայն դեպս Ռուսաստանի հետ մեր բանակցություններում ես կարծում եմ, որ սա պիտի որպես նույնպես հաղթաթուղթ որպես օգտագործել, որովհետև վերջին հաշվով մեր պատրանքները ուրեմն իրականությանը չհամապատասխանեցին, մենք կորցրեցինք ամեն ինչ, մենք չստացանք պաշտպանություն եւ ըստ էության Ռուսաստանը չերաշխավորեց հայ ժողովրդի ուրեմն եղելությունը այդ հայ բնորանում, հա, չերաշխավորեց, ինչի վերաբերյալ վերցրել պարտավորություն։ Շատ դժվար է լինելու իհարկե, որովհետեւ առանց իմ կարծիքով միջազգային որոշակի երաշխիքների գիտեք 1922 թվականին Նանսենյան անձնագրերը գոյություն ունեին։ Ֆրիդրիխ Նանսենը հսկայական գործ արեց, մոտ 350,000 հայ կոտորածից հետո, ցեղասպանությունից, գենոցիդից հետո ամբողջ աշխարհով սփռված 350,000 հայ ստացան այդ ուրեմն լիգնացի, հա, ազգերի լիգայի կողմից այդ թողարկված անձնագրերը, որոնք թույլ տվեցին այդ հայերին ինտեգրվել այն երկրներում, որտեղ իրենք հայտնվել էին, հա, դրանք տվեցին իրենք, որտեղ չունեին անձը հաստատող որևէ փաստաթուղթ։ Եվ այդ փաստաթուղթը հնարավորություն տվեց հայերին ապրել, գոյատևել, արարել, ստեղծել եւ ժառանգություն ապահովել։ Ես կարծում եմ, որ հիմա հենց ժամանակն է այդ անձնագրերի վերաթողարկման, ասեմ ձեզ չբացեմ գաղտնիքը, բայց ես անձամբ նաև նույնպես դրանով զբաղվում եմ հիմա, որպեսզի հորդորեմ միջազգային հեղինակություն ունեցող որոշ մարդկանց, որ կարողանանք այդ անձնագրերը վերաթողարկենք։ Ես չէի ուզի այս թեմայով հիմա շատ խոսեինք, առաջարկում եմ առանձին հաղորդում նվիրենք սրան, որտեվ հաղորդումը ավարտին է մոտեցել, մենք մի փոքր էլ անցել ենք, բայց ֆիքսենք, որ սրա մասին անպայման խոսելու ենք, նախ մի փոքր այդ փաստաթղթի պատմությունից, թե առաջին անգամ ոնց է տրվել եւ այս պահին ինչ կարանի եւ իհարկե դուք ինչ եք անում այդ ուղղությամբ, առանձին մի հաղորդում նվիրենք, գոնե հաղորդման մի կես նվիրենք,
ձեր թույլտվությամբ հասկանանք ինչ վիճակում ենք, որ չլինի տենց հպանցիկ չխոսենք էլի դրա մասին, եթե շատ լավ, ամեն դեպքում ես կարծում եմ, որ այս խնդիրը պետական խնդիր է, սա ուղղակի մասնավոր խնդիր չէ, եւ Եվրոպան, Արևմուտքը բացի նրանից, որ ուղղակի ցավում են կատարվածի համար, որևէ առարկայական քայլ չկատարեցին, որպեսզի պաշտպանեն մեր ժողովրդին այնտեղ, եթե այդ քայլը ունեն կատարելու, ուրեմն պիտի կատարեն, բայց ես կարծում եմ, որ առաջին քայլը ունի կատարելու Ռուսաստանը եւ այստեղ շատ լավ թեմա է նաեւ Ռուսաստանի եւ Արևմուտքի մերձեցման համար։ Ես կարծում եմ, որ եթե խոհեմ քաղաքական եւ միջազգային գործիչներ լինեն Ռուսաստանում, նրանք պիտի օգտագործեն այս առիթը Եվրոպայի եւ Արևմուտքի հետ մերձենալու համար։ Այսինքն ինչ որ ընդհանուր դաշտ կա, չէ՞, այսինքն եթե ցավում եք բոլորը ցավում եք, որ ժողովուրդը դուրս է եկել, դե բոլորդ համախմբեք, ապահովեք, որ ժողովուրդը հետ գնա։ Եթե բոլորը ցավում եք, եթե մենք հասկանանք ով ինչքան է ցավում, կամ իսկ ով ընդհանրապես չի ցավում եք, դե չեք ցավում, հա։ Շնորհակալություն։ Սիրելի ռադիո լսողներ, նախազրույցի ժամանակ մի քանի թեմա էինք առանձնացրել, բայց ցավոք սրտի եթերաժամանակը չհերիքեց, մենք շարունակենք հաջորդ թողարկմանը, դուք էլ շարունակեք լսել գործարար ալիքը, մենք հաջորդ շաբաթ նորից միասին կլինենք, այսքանը, ցտեսություն։